Պատերազմից հետո այդ պատերազմի մասին շատ պատմություններ պատմվում կամ նույնիսկ հյուսվում էին մի վայրում, որը արցախցիներին հայտնի էր Բարդակ անունով։ Անունը այդպես էր, որովհետև այդտեղ իսկապես խառնաշփոթ էր։ Կար գրեթե ամեն ինչ՝ կրակված փամփուշտ, սաղավարտ, թշնամու ռազմական մեքենայի համարանիշ, նույնիսկ հարսի քող ու դաշնամուր։ Իդեպ այդտեղ մեր թիմն էլ է բազմաթիվ անգամներ փորձել հաղթահարել կորստի ցավը։ Այդտեղ հյուրերը ամենուր տարբեր էին, բայց միշտ այնտեղ կգտնեիր Ազատ անունով հայտնի արցախցուն։ Պատերազմի նախօրեին բոլորս հավաքվել էինք Բարդակում, Ստեփանակերտի։ Ես վստահ եմ, որ Արցախը պետք է վերադարձվի, ոչ թե որ իմ տունն է տեղ։ Թող վերադարձնեմ 50 մետր միջև մեր տունը, այսինքն կամ 2 կիլոմետր մինչև մեր տունը, 10 կիլոմետր մինչև մեր տունը, անգամ որ չտեսնեմ էլ մեր տունը, հեռվից էլ չերևա։ Բայց գոնե պատով ապրելու համար պետք է ինչ-որ բան վերադարձնել։ Ես հիմա մտածում եմ Հայաստանը պահելու մասին։ Իմ կոդն է։ Ու ես չեմ ուզում փոխել։